Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվրոպայի խորհրդարանի հարգելի պատգամավորներ, ցանկանամ ձեզ մեջ բերել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտնի արտահայտությունը, որ ժողովրդավարությունը մեր ամենակարևոր արժեքն է, ամենակարևոր ռեսուրսն է, որը մենք պետք է պաշտպանենք, որի անվտանգությունը պետք է պահպանենք։ Հարգելի պատգամավորներ, Հայաստանում ժողովրդավարությունը որպես այդպիսին ոչ միայն վտանգի տակ է, այն քայքայվում է, այն ոչնչացվում է եւ ցավոք սրտի այն Հայաստանը, որը մենք ունենք, այն ժողովրդավարական արժեքներին եւ ստանդարտներին, որոնք որ Հայաստանը գնում էր, դրանք այլևս չկան։ Հարգելի պատգամավորներ, երեք ձեզանից մեկը խոսեց այդ մասին, բայց կցանկանամ, որպեսզի առավել մանրամասն իմանաք ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանում սահմանափակված է խոսքի ազատությունը։ 7 տարիների ընթացքում, ինչ այս իշխանությունները ուզուրպացրել են Հայաստանը, Հայաստանում հալածվում են ԶԼՄ-ները, Հայաստանում հալածվում են քաղաքական եւ հասարակական գործիչները, Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված է, մարդկանց բերանը փակում են, անգամ եկեղեցուց դուրս շպրտում, ազգային ժողովի ամբիոններից եւ պատգամավորները հանդես են գալիս եւ խոսում ճշմարտության մասին, իրենց այն մարդիկ, ովքեր որ իշխանությունը շփոթել են պետությունը ուզուրպացնելու հետ, պարզապես հրամայում են իրենց դուրս շպրտել դալիճներից եւ հրահարում բախումներ։ Երկար այս տարիների ընթացքում ինչ գործող իշխանությունը գտնվում է երկրի ղեկին, ազգային ժողովում իրենց կողմից հրահարվել են կռիվներ։ Իրենք այս ձերբակալությունների ընթացքում եւ տեղեկացնեմ, որ մի քանի տասնյակ առնվազն քաղբանտարկյալ կա այսօր Հայաստանում, իրենց միակ պարտականությունը ազգային ժողովում, տարբեր պետական մարմիններում եւ առհասարակ ամենուրեք դարձել է անմեղության կանխավար կացը խախտելով ճանաչել մեղավոր, հանցագործ եւ դահիճ բոլոր նրանց, ովքեր որ խոսում են այս իշխանության արհավիրքների մասին, ովքեր որ բարձրաձայնում են այն ամենի մասին, ինչ իրականացնում են այս իշխանությունները։ Կեղծ ժողովրդավարության թեզի տակ իրենք Հայաստանում վերցնում եւ օկուպացնում են ողջ իշխանությունը։ Իրենք թքած ունեն ժողովրդի վրա։ Ժողովուրդը ընտրում է համայնքապետեր, ընտրում պատգամավորների, ովքեր որ պետք է պաշտպանեն իրենց շահերը, բայց այս իշխանությունները ձերբակալում, կալանավորում եւ դատում են այդ մարդկանց։ Իրենք հերոսակախմբերով հարձակվում են ընդդիմադիրների վրա, մի քանի տասնյակ մարդկանցով կալանավորում։ Հարգելի պատգամավորներ, եթե դուք կարծում եք, որ այս իշխանությունները իրենց տրված որոշ խոստումներով դրանք նախ իրականացնելու են, հերթական անգամ կարող ենք սպասել, որ ոչ։ Այս իշխանություններին հետաքրում է բացառապես իրենց աթոռը եւ իրենց պաշտոնը։ Վստահաբար գեղեցիկ խոսքերի, գեղեցիկ լուսանկարների ներքո իրենք իրականացնում են այնպիսի աղետ, որի մասին դուք արդեն իսկ անգամ Հայաստանում ազգային ժողովում ստիպված եք խոսել եւ իրենց զգուշացնել։ Բայց ինչպես փորձը ցույց է տալիս, միապետերին զգուշացնելը քիչ է, պետք են հստակ եւ գործուն քայլեր։ Հարգելի պատգամավորներ, այս պահին նաեւ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի գործընկեր Իլհամ Ալիևի կողմից հալածվում են մի շարք անձինք, մի շարք հայեր, որոնց որ այս պահին կալանավայրերում պարզապես խոշտանգում են, իրականացնում են կեղծ դատական գործընթացներ, խոսում այն մասին, որ իրենք ունեն իրավապաշտպաններ, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են գործում այդ պաշտպանները։ Սա պարզապես ֆարս է Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի դեմ եւ փորձ է ուղղակի ծածկել Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Հարգելիներս, պետք է հիշեցնենք եւս մեկ անգամ այն գործընթացները, որոնք իրականացում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այսօր մի շարք arczepiskoposներ ձերբակալված կալանավորված են եւ ես նկատմամբ իրականացում են ապօրինի գործընթացներ։ Հատուկ, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց գործընթացները, Կիրակի օրով անգամ հրավիրում են հարցաքննության բազմաթիվ հոգեվորականների։ Այն ինչ իրականացվում է Հայաստանում, այլ կերպ քան որպես սրբապղծություն անվանել չի կարելի։ Այն ինչ իրականացում է Հայաստանում ժողովրդավարության հետ ո՞նց է նշույլ անգամ չունի։ Հարգելի պատգամավորներ, իհարկե հասկանալի է ձեր նպատակի այցը, ձեր գործունեությունը, բայց կարծում եմ պատմությունը ցույց է տվել եւ հանդուրժում եք այս դեպքում միապետերի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում գործունեությունը, հետագայում դա ինչ արհավիրքների է հանդես գալիս եւ ինչերի այն բերում։ Մենք մեր պայքարը շարունակում ենք, մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն ժողովրդավարության, հանուն խոսքի եւ մտքի ազատության,
ազատ տեղաշարժի եւ այն բանի, որ Հայաստանը իրապես ունենա ժողովրդավարություն, այլ ոչ թե ֆաշիզմ, որը այսօր առկա է Հայաստանի իշխանությունների կողմից եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ձեր լավագույն գործունեությունը, ձեր նպատակը այս ամենում պետք է լինի չեզոքացնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները։ Երկուսին էլ միավորում է մեկ բան՝ իրականացնել գործողություն ընդդեմ ինքնիշխանությունը, ընդդեմ ժողովրդավարությունը առաջ տանող եւ իր սեփական պետական շահերը առաջ տանող հայի։ Freedom! 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 Freedom!